Այո, ինչպես ճիշտ նկատել եք, խցկված, այդ դուք ասում եք երեկոյան դեպքերի մասին, բայց նմանատիպ դեպքեր են նաև լինում առավոտյան աշխատանքի եւ դասի գնալուց։ Այո, ժողովուրդը խցկված, այդ տրանսպորտը մի կերպ բարձրանալով, շատ անգամ չբարձրանալով, ուշանալով տեղ են հասնում թե տուն կամ աշխատանքի կամ դասի, դրանով տրանսպորտը չի բարեփոխվել, չի բարելավել, սրանց արածը բարեփոխում չի եղել, մի քանի ավտոբուս բերելով տրանսպորտը չեն բարեփոխել, բարեփոխման համար անհրաժեշտ համապատասխան շարունակական քայլերը չեն արել, բայց դրա դիմաց թանկացրել են, եւ դրա համար ժողովուրդը բոյկոտում է դեռ չի վճարում, ես այստեղ քիչ առաջ եկա էլի տրանսպորտով, համեմատաբար թեթև ժամեր տրանսպորտի համար, ոչ պիկ ժամեր, բայց էլի մարդիկ բարձրանում եւ չեն վճարում։ Մեկ անգամ փորձում են վալիդատորից օգտվել կամ մոտեցնել քարտը, մերժում է, հաջորդ անգամ էլ չեն էլ փորձում, կամ ընդհանրապես չեն էլ մոտեցնում, մարդիկ դժգոհում են, մարդիկ բոյկոտում են, մարդիկ չեն ցանկանում, չեն համակերպվում, չեն հարմարվում այս 150 դրամ սակագնին։ Մնացածը թե փաթեթներ են, թե ինչ որ էժան տարբերակներ կա, դա մանիպուլյացիաներ են։ Գինը իրականում թանկացել է ու սրանք թանկացրել են այս տրանսպորտ պատճառաբանելով թե իբր շարժակազմեր են բերելու, արդյունքում իրենք միջև այդ թանկացնել են շարժակազմեր բերում։ Այսինքն իրանք հիմա էլ կարող են շարժակազմերը բերել, քաղաքը ամբողջությամբ ծածկել տրանսպորտի շարժակազմերով, նոր մտածեին թանկացնելու մասին։ Այն էլ թանկացնել ոչ այսքան։ Իհարկե սկզբից 300 դրամ էին թանկացրել, հետո մեր պայքարի արդյունքում, Մայր Հայաստանի պայքարի արդյունքում գինը դառավ 150 դրամ, իրականում թանկացման կարիք չէր լինի, եթե իրանք համապատասխան մենեջմենտ անեին, ճիշտ կառավարեին եւ նորից եմ կրկնում, մեքենաներ ավելի ճիշտ շարժակազմեր բերեին, համալրեին, այդ պարագայում ճիշտ կառավարեին տրանսպորտը, հավատացեք, թանկացման կարիք չէր լինելու։ Այնինչ հիմա իրենք հավաքագրումի մասով թերանում են, թեր հավաքագրումներ են լինում, մարդիկ չեն վճարում, դրա համար արդեն անցել են ավելի կոշտ մեթոդների եւ Տիգրան Ավինյանը բացահայտ հայտարարում է, որ պետք է ժողովրդին տուգանել։ Եվ եկող տարվա 2026 թվականի բյուջեով այդ մասով, ուրեմն վարչական իրավախախտումների մասով տուգանքների չափը ավելացել է 361 միլիոն դրամով։ 1 միլիարդ 134 միլիոն նախատեսված է եղել 2025 թվականի համար եւ 1 միլիարդ 495 հազար դրամ արդեն նախատեսված է 2026 թվականի համար։ Այսինքն այս իշխանությունները մեր ժողովրդին դարձրել են իրենց ղեկավարի ասած տուգանքի մատերիալ։ Ես այդ բառը չեմ սիրում ասել, այս պարագայում ուղղակի երկրորդեմ կամ կրկնեմ իր խոսքերը, մեր ժողովրդին դարձրել են տուգանքի մատերիալ։ Այսինքն 361 միլիոն դրամով ավել են տուգանելու երևանցուն, 361 միլիոն դրամով ավել են տուգանելու հայ մարդուն։ Ինչա թե իրենց նկարագրելով հավաքագրումները թերիա կատարում, գինը սահմանեք 100 դրամ, գինի իջեցրեք 100 դրամ, թերի չի կատարվի, մարդիկ բոլորն է կվճարեն։ Այնպես որ այս այս իշխանությունների դեմքը եւ 2026 թվականի բյուջեով այդ գինը մնալու է 150 դրամ, չեն էժանացնելու, ինչպես նաեւ չեն էժանացնելու կարմիր գծերի ուրեմն կայանման գումարը, ինչպես եղել է 2025-ին եւ 24-ին, այնպես է 2026-ի համար են նախատեսել ուրեմն տարվա համար 160,000 դրամ գումարը, ինչը որ մենք բողոքարկել ենք, Մայր Հայաստանը բողոքարկել է 2 անգամ 24 թվականի համար եւ 25 թվականի համար բողոքարկել է դատարան եւ շահել է այդ գործը։ 2 անգամ 5 դատավորով ասել են, որ այդ որոշումը իրավաչափ չի, այս մարդիկ գնացել են բողոքարկել են վերաքննիչ դատարան։ 2 դեպքում էլ եւ վերջերս անցած շաբաթ վերաքննիչ դատարանից պատասխան եկավ, որ ուրեմն թողեցին իրանք որոշումը, առաջի Այցյանի որոշումը թողեցին ուժի մեջ, այսինքն պատասխան եկավ իրանք, որ դուք սխալ եք տղաներ։ Այս որոշումը կայացրած, որոշումը սխալ որոշում է։ Հիմա էլի դեռ չեն համակերպվում այդ մտքի հետ, իրանք տանելու են Վճռաբեկ դատարան, որոշումը թողել են նույնը եւ 2026 թվականի համար այդ մասով գումարը չի փոխվի առանձնապես։ Նախատեսված է 1 միլիարդ 970 միլիոն դրամ կարմիր գծերից հավաքագրում։
Դրա փոխարեն իրենք ինչ են արել ծախսերի մասով, որտեղ են գումար ավելացրել։ Վարչական դատարաններում իրենց բողոքարկումների մասով բողոքարկման գումարները 10 միլիոնով դեռ ավելացրել են։ Այսինքն քաղաքացիները կամ այս պարագայում Մայր Հայաստանը, երբ որ բողոքել է որոշման դեմ դատարան, իրենք այդ բողոքը վերադաս դատարանում բողոքարկում են, վերաքննիչ կամ վճռաբեկ։ Այդ բողոքարկումների համար իրենք 10 միլիոն դրամ գումար են ավելացրել ծախսային մասում, բյուջեի ծախսային հատվածում, որպեսզի բողոքարկումներ անեն, բայց ինչա չհամաձայնվեն այն որոշմանից, ինչ որ կայացրել է դատարանը։ Այն դատարանը, որտեղ նստած են եղել 5 դատավոր, ամեն որոշման, ամեն տարվա որոշման համար 2024 եւ 2025 թվականների համար։ Բայց այս մարդիկ չէ, ծախսն են շատացնում, ձեր գրպանից վճարած հարկեր турքերով, իրանք ուրեմն ինչ են անում, դատարանների ուրեմն պետտուրքերը, որ վճարում են, դա բարձրացրել են 10 միլիոնով, որպեսզի բողոքարկեն ձեր դեմ կայացրած որոշումների համար, այսինքն ձեր վճարած գումարը ձեր դեմ են աշխատացնում, պատկերացնում եք հարգելի հայրենակիցներ, այս այս իշխանությունները, այս են սրանք, դուք վճարում եք 26, ես այն անգամ ասել եմ, բայց հիմա ես փոքր սրա մասին ասեմ, 26 թվականին վճարելու եք ուրեմն 24 թվականի համեմատ 100% ավել գույքահարկ, 13.5 միլիարդ դրամ եղել է 24 թվականին, 26 միլիարդ 753 միլիոն դրամ նախատեսել են 26 թվականին հավաքագրեն։ Տեսեք 100%-ից ավել իրանք 24-26 թվականների մեջ տարբերություն կա։ Դուք այդքան ավել եք վճարելու գույքահարկ, իսկ իրանք այդ գումարը տանելու են այդտենց տեղեր ծախսեն, այդ գումարը նաև իրանք բարձր պարգևավճար են իրանք բաժանելու։ 1 միլիարդ 128 միլիոն դրամ պարգևավճարը ուրեմն աշխատավարձային ֆոնդի 12.5%-ն է կազմում։ 26 թվականի համար իրենց աշխատավարձի քաղաքապետարանում 2300 աշխատակցի աշխատավարձի ուրեմն 12.5%-ն է կազմում։ 25 թվականին այդ գումարը պարգևավճարը կազմել է աշխատավարձային ֆոնդի 8%-ը։ 23 թվականին կազմել է 5.5%-ը։ Հələ պրոգրեսիան տեսեք ինչքան է աճել։ Իսկ կարող եք կռահել ինչի համար է 2026 թվականի համար ուրեմն պարգևավճարը այդքան ավել։ Հուշեմ ձեզ 2026 թվականին հանրապետական ընտրություններ ա լինելու։ Դրանով ինչ են անում իրանք, մտածեք ինքներդ։